հայ ժողովուրդ, ես չէի կարող քաղաքական հայտարարություն չանել, որովհետև ազգային ժողովում թիվ 1 ամբիոնից Հայաստանի Հանրապետության վարչապետի հնչեցրած խոսքը, թե հանրային եւ քաղաքական դաշտից պետք է քաղաքապետին դուրս շպրտել։ Եվ ընդհուպ վարտանիկ բառն է բերանից օգտագործում, ճիշտ ասած մենք դրան սպասում էինք։ Եվ սպասում ենք այլ բաների։ Ուրեմն, եթե մեկը հայտարարություն է անում նմանատիպ ձևով քաղաքային եւ հանրային դաշտից, գիտեք, ուրեմն գաղութները հանրային դաշտի մեջ է մտնում։ Քաղաքականությունը հասկացանք, իրավունք չունեն, բայց խոսում են, բայց հանրային դաշտից դուրս շպրտել նշանակում է, այսինքն ուր տանել այդ մարդուն լուսին, թե կյանքից զրկել։ Այսինքն ինքը հայտարարություն է անում թիվ 1 ամբիոնից, եւ այսօրվա Հայաստանի Հանրապետության վարչապետը, մենք հասկանում ենք, իրավական կոնսուլտացիա ենք արել, որ հիմա ես հայտարարություն եմ անում Հայաստանի Հանրապետության բոլոր իրավական ոլորտին, որ հանրային դաշտից դուրս շպրտել նշանակում է կյանքից զրկել։ Կյանքից զրկել։ Պետք է ինքը բացատրություն տա, թե ի նկատի ուներ։ Մենք բանի տեղ չդրեցինք, ասեցինք, բան է էլի, սովորական իր հերթական խոսակցությունն է, բայց հիմա, որ այս ամեն ինչը կատարվում է, չնայած մենք ինֆորմացիա ունենք, որ հրահանգը տրվել է, եւ իրենց Շիրակի մարզի եւ ոչ Շիրակի մարզի ազգային ժողովի պատգամավորները եւս հայտարարություններով տարածում են, ուրեմն անձնական դաշտ են մտնում, քաղաքական դաշտ են մտնում, ճամբրուկները հավաքեք, այս արեք, այն արեք, մշտական թիրախավորում են եւ ընդդիմական դաշտի Մարդուն Գրիգորյանին, մյուսներին, թե ուրեմն ես ընդրվել եմ իրենց կողմից դիդավորյալ, սա սարքում են հadoop հանձնարարական է, որ մենք ես ելնեմ նրանց բան ասեմ, նրանք ինձ բան ասեն, կոնֆլիկտ սարքել տան, սարքեն Փարաքյարի դեպքերը, ես տարիքով մարդ եմ, մի անգամ արեցին այն ժամանակ, Սուտ Բարգավաճ հանրապետական խաղցան, եղբորս տղեն 17 տարի նստած է այդ քաղաքական առումներով իրենց սարկած պետական սարկած գործունեության կապակցությամբ եւ սուտ կլանային բաներ բերեցին կաբեցին, որ մենք ողերիմ թշնամիներ ենք բան, մինչեւ այս վերջին ընդրությունները նույնը նորից տարածում էին, նույնը անում էին, բայց մենք ինչքան կարող ենք դրանց ուրեմն խայծը ուտել եւ մենք կարողացանք մեզ ճիշտ պահել։ Մինչեւ ընդրությունները իրենց յենիջերներին ուղարկել էին, ուրեմն պատկերացրեք ավտոմատները դեմ են տալիս աբագուս վրա ու ասում են ու բան են անում զարաժած այդպես ռուսերեն ասեն լիցկավորում էին որ հիմա կխփենք եթե դուրը չբացես կամ ասենք այս սեվի այս նույն մեքենայով է չէ մի ուրիշ մեքենայով է ուրեմն դրանից հետո զարմացել է ինչ պահելու բան ունեմ այն ժամանակ մինչև ընդրությունները երբ որ դուրը բացեցի սրանք անտասցիրակ Չնայած, գիտեք ինչ, ես կարող եմ դրանց հետ ձերկով էլ պատասխան տալ ես դրանց, ոչ վախ ունեմ, ոչ կարող եմ մեկից վախենալ, բայց ուղղակի դրանց հետո պետք է ասեին բանը, որ ոտնձգություն արվեց ոստիկանության բանի կողմից։ Ու պատկերացրեք ինձ գցեցին գետին, հետո շղթաները կաբեցին թևս, հետո մեկ ավտոյի մեջ չթողեցին, որ նստեին, քաշին գցեցին այդ հադագին մեքենայի, այսինքն շներին այդ ձևի չեն մոտենում։